Արագ մի բան ասեմ, նոր իմացա, որ Սամվել Կարապետյանը ինձ դատի է տվել, որ ես ասել եմ, որ ինքը ըստ ինսայդերի եւ ֆակտորի FSB գրանցված աշխատող է եւ իրավապահները նույնպես պետք է իրենց կարծիքը ասեն այդ ինֆորմացիայի վերաբերյալ, ասենք չգիտեմ, նույն հաջողությամբ կարող էր Facebook-ին դատի տալ, ինտերնետին դատի տալ, Starlink-ին դատի տալ, ասենք չգիտեմ, իրանց տանդեմի են տգեղ քարից տաշած քառակուսի արծիվներին դատի տալ։ Իդեպ մի բան է ուզում շատ վաղուց ասեի, արա բայց դուք ինչ անճաշակ եք, այդ ինչ անճաշակ եք դուք, բայց արագ մի բան ասեմ, ուրեմն Մարտունիում դպրոցներից մեկը վերանորոգելիս հատակի տակից հայտնաբերվել են 1998 թվականին Կարեն Դեմերչյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ։ Եվ այդ մարդիկ այսօր, այդ նույն մարդիկ, ովքեր այդ ժամանակ իշխանության են եղել, այդ նույն մարդիկ այսօր փորձում են վերադառնալ իշխանության եւ բնական է վերադարձնեն այդ նույն բարքերը։ Բացառված է, չեք վերադառնալու։ Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ մի րոպե ուշադրություն, շատ կարևոր բան եմ ասելու։ Հիմա ես ձեզ կցուցադրեմ մի ձայնագրություն, որը հրապարակել է հատուկ քննչական կոմիտեն, ու խնդրում եմ ուշադիր լսեք, թե Վարդանիկը ինչեր է խոսում, այն Վարդանիկը, որը սատարում է եւ ելույթ է ունենում տեսաուղերձով ուժեղ Հայաստան դաշինքի հանրահավաքին եւ սատարում է իրանց եւ խնդրում եմ ուշադիր լսեք։ Ես հիմա պատրաստ եմ ոչ բան ասելու, ես ճիշտ ասած ես խոսում եմ, բայց ես հստակ ոչ ոք չգիտեմ, ես կտամ չեմ ներկա կամ չեմ կարող։ Ոչ բան ես ես բան չգիտեմ, ես բան պատրաստ չեմ։ Նախ ես չգիտեմ ինչ կարող։ Ինձ որ ասում այսինքն կես даже մի ոտ չեմ տալի առանց ինձ ռուսը ասելու։ Եթե իրանք ինձ ասեն, որ մենք ստեղ փոխություններ ենք անում, որովհետև ես դիտել դրված եմ ռուսը։ Ստեղ ով ինչ խոսա, ասում եմ ռուսն է դեռ։ Նայեք ինչ կասի դեր։ Դերն ինչ է, իրան ինքն է ստարավա։ Իրանի տեղափոխություն չկա։ Ինչը Մեդվեդը չկա, Մեդվեդը չելիս։ Դուք հասկանում եք սրանք ովքեր են։ Ուրեմն սրանք շատ երկար գնալու են բանդ։ Հայաստանի Հանրապետության դեմ աշխատող, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը չհարգող, հայ ժողովրդին չհարգող, մեր անկախությունը չհարգող մարդիկ, օրենք խախտող մարդիկ, այս մարդիկ երկար ժամանակով գնալու են բանդ։ Արագ մի բան ասեմ, այն բանից հետո, երբ հայկական մեդիա դաշտում տարածվեց տեղեկություն առայն, որ հնարավոր է Նարեկ Կարապետյանը հանդիսանում է նաև Ռուսաստանի քաղաքացի, այն կայքը, պաշտոնական ռուսական կայքը, որտեղ այդ տեղեկությունը զտեղված էր, այդ մասով դարձավ անհասանելի։ Բնական է կան այդ տեղեկությունը հաստատող փաստաթղթեր, սկրինշոտեր, որոնք որ ես հիմա կցուցադրեմ, բայց Նարեկ Կարապետյանը կարծում եմ պետք է նաև իրավապահներին բացատրություն տա, որովհետև ըստ հայկական օրենսդրության, եթե քաղաքացին հավակնում է Հայաստանի Հանրապետության падգամավոր կամ վարչապետ դառնալ եւ սուտ տեղեկությունները ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, դա քրեորեն պատժելի արարք է։ Ուստի Նարեկ Կարենովիչ ինձ որևիցե բան բացատրել պետք չի։ Կխոսեք քննիչի հետ։